Այսօր հայ ժողովուրդը թվով քիչ է, տարածքով սահմանափակ եւ սփռված աշխարհով մեկ։ Մեզ հաճախ ընկալում են թե որպես զոհ եւ թե որպես մի ժողովուրդ, որը մեծ ներդրում է ունեցել այլ պետությունների զարգացման հարցում, բայց այդպես էլ չի կարողացել իրացնել իր ներուժը ի օգուտ սեփական երկրի։ Արարատ, մեր գլխավոր խորհրդանիշը, որը սահմանից այն կողմ է։ Երկու կաթողիկոս, երկու գրական լեզու եւ մշտական վեճեր, թե ով է ճիշտ եւ ով մեղավոր։ Դա այսօր, բայց միշտ չէ, որ այդպես է եղել։ Կային ժամանակներ, որի մասին մեզ այսօր պարտադրում են մոռանալ։ Ժամանակներ, երբ Հայաստանը ոչ թե գոյատևում, այլ իշխում էր, երբ նրա անունը մեծ զգուշավորությամբ էին արտաբերում Հռոմում, Պարսկաստանում եւ Եգիպտոսում։ Ցիցերոնը նրան անվանում էր Հռոմի ամենաահարկու թշնամին։ Պարսիկները նրան անվանում էին արքայից արքա։ Նրա իշխանությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Նա աշխարհը տեսնում էր այլ կերպ։ Նա Հայաստանը դիտարկում էր որպես քաղաքակրթության կենտրոն։ Տիգրան Մեծ։ Բարև ձեզ։ Ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր մենք անդրադարձ կկատարենք մեր պատմության ամենափառապանծ էջերից մեկին եւ կխոսենք Տիգրան Մեծի մասին։ Բաժանորդագրվեք ալիքին, տարածեք թողարկումը, նպաստելով կարևոր բովանդակության տարածմանը։ Իսկ մենք սկսենք։ Քրիստոսից առաջ երկրորդ դարի վերջին Սիրիան, Սելևկյան կայսրության սիրտը, դարձել էր անկայունության օջախ։ Գահի հավակնորդների միջև պայքար էր սկսվել, որը հանգեցրել էր պետության փաստացի մասնատմանը, փոքր թագավորությունների եւ քաղաքպետությունների։ Նոր տերությունները օգտվեցին դրանից։ Արևմուտքից Հռոմն էր իր դիրքերն ամրապնդում, որ հաստատվել էր Փոքր Ասիայում, իսկ արևելքից Պարթևստանն էր առաջ շարժվում, ձգտելով հաստատվել Միջագետքում ու հայկական սահմաններին մոտ։ Նրանց միջև էր գտնվում Հայաստանը, ռազմավարական առումով կարևոր պետություն, որը ստիպված էր մանևրել երկու կայսրական ուժերի միջև։ Հայաստանը, որտեղ Արտաշեսյանների դինաստիան թուլացել էր եւ որի հետևանքով մասնակի կախվածություն ուներ Պարթևստանից, կանգնած էր ընտրության առաջ՝ դառնալ օտարերկրյա շահերի հարթակ, թե վերականգնել իր ինքնիշխանությունը։ Հենց այս վճռական ժամանակաշրջանն էր, երբ պատմական առումով ասպարեզ եկավ Տիգրան II։ Երբ Տիգրան Մեծի հայրը պարտություն կրեց Միհրդատ II-ից, նա ստիպված եղավ որդուն պատանդ թողնել։ Պարթևստանի համար սա լրացուցիչ երաշխիք էր, որ Հայաստանը անկանխատեսելի քայլերի չէր դիմի։ Ինչ կլինի նրա հետ։ Նա կհանձնվի չդիմանալով փորձություններին եւ կհամակերպվի, թե ուղղակի կընտրի ազնվականի առանց հավակնությունների ճանապարհը։ Սակայն Տիգրանը ընտրում է երրորդ ճանապարհը։ Եվ այս հարցում մեծ դեր խաղաց ժամանակաշրջանը, քանի որ դա հին աշխարհի հզորագույն առաջնորդ Պարթևստանի տիրակալ Միհրդատ II Մեծի գահակալության ժամանակահատվածն էր։ Նա հայտնի էր իր դաժանությամբ եւ ում կոչում էին արքայից արքա։ Նրա սահմանները ձգվում էին Կովկասյան լեռներից մինչև արաբական անապատներ։ Այդ ժամանակ Պարթևստանը ոչ միայն ռազմական տերություն էր, այլև դիվանագիտության եւ կառավարման բացառիկ դարբնոց։ Այստեղ Տիգրանը թեպետ պատանդի կարգավիճակում էր, սակայն սովորում էր երկար եւ քրտնաջան։ Նա առաջին անգամ հասկացավ, որ ուժը միայն սուրը չէ, այլ նաեւ խոսքը։ Միհրդատ II-ի մահից հետո եւ դիվանագիտական հնարքների արդյունքում Պարթևական գահն անցնում է նրա իրավահաջորդին՝ Գոտարզ I-ին, որը ոչ այնքան հզոր ու վճռական էր։ Պարթևստանը թուլացել էր ներքին հակամարտություններից, եւ հենց այդ ժամանակ Արտաշես I-ի ժառանգը Տիգրանը տեսավ այդ ամենում հսկայական հնարավորություններ։ Քրիստոսից առաջ մոտ 95 թվականին Տիգրանին հաջողվեց վերադառնալ Հայաստան, բայց նա այլևս այն 15-ամյա երիտասարդը չէր, որին պատանդ էին տարել հայրենիքից դուրս։ Պատանդառությունից վերադառնում է մի մարդ, ով հասկացել էր ուժի, ժամանակի եւ համբերության արժեքը։ Պարթևները նրան ազատ արձակեցին ոչ թե ելնելով գթասրտությունից, այլ Ատրպատականում, ժամանակակից Թավրիզի շրջանում, հայկական հողերը զիջելու դիմաց։ Այդպես էր թագավորի փրկագինն ազատության դիմաց։ Հայաստանը մասնատված եւ թուլացած էր, մայրաքաղաք Արտաշատում տիրում էր անորոշությունների մթնոլորտը։
Ոչ ոք չէր հավատում, որ արքայատոհմը կարող է հաջողությամբ կառավարել եւ պահպանել իշխանությունը։ Շատ տարածքներ հեռու էին Արարատյան դաշտից եւ փաստացի չէին ենթարկվում արքայանից Տարտաշատին։ Օտար ազդեցությունն ուժեղանում էր, իսկ տեղի հայ ազնվականությունը, տեսնելով կենտրոնական իշխանության թուլությունը, սկսում էր իրականացնել իր սեփական քաղաքականությունը։ Սակայն այս դժվարությունները չէին վախեցնում Տիգրան II-ին։ Նա եկել էր կայսրությունից։ Կայսրությունում սովորել էր լավագույնների մոտ եւ ինքն էլ ուներ կայսրական մտածելակերպ։ Մի քանի տարվա ընթացքում Հայաստանը սկսեց վերականգնվել։ Ծայրամասային շրջանները, որոնք տասնամյակների ընթացքում կաշկանդված չէին կենտրոնական իշխանությամբ, առաջին անգամ սկսեցին զգուշավորությամբ նայել Արարատի ուղղությամբ, այնտեղ, ուր ձևավորվում էր ուժի նոր կենտրոնը։ Նրա գահակալությունը դարձավ պետական ոգու վերածննդի ժամանակաշրջան։ Նա կարողացավ ժողովրդի մեջ արթնացնել միասնությունը եւ պետականության նկատմամբ միասնական պատասխանատվության զգացմունքը։ Այս ժամանակահատվածում Հայաստանը մտավ կարևոր եւ խորքային կերպափոխումների եւ զարգացման շրջափուլ, ձևավորելով կենտրոնական եւ ուժեղ իշխանություն։ Այս ժամանակահատվածում մեծ ուշադրություն էր դարձվում բանակի զարգացմանը։ Առանձին իշխանական խմբերի փոխարեն, որոնք հավաքվում էին միայն թագավորի կանչով, կազմավորվեց կանոնավոր, լավ կազմակերպված բանակ։ Դրա ստեղծման համար ոչ մի ջանք չխնայվեց։ Հավաքագրվեցին փորձառու ռազմական մասնագետներ, իսկ զինվորների պատրաստումը շարունակական բնույթ էր կրում։ Տիգրան II-ը հատուկ հետաքրքրություն ցուցաբերեց ինժեներական եւ հեծելազորային զորքերի զարգացման նկատմամբ, ցկտելով դրանք դարձնել պետության ռազմական հզորության հիմքը։ Բանակի ստեղծման ու ամրապնդման գործում ներգրաված բոլոր անձանց մոտիվացնելու եւ խրախուսելու համար ներդրվեց պարգևատրման համակարգ։ Աշխատասիրության եւ ակնառու նվաճումների համար զինվորներն ու ռազմական վարպետները ստանում էին առատաձեռն պարգևներ, ինչպես դրամական, այնպես էլ հողային, ինչը նպաստում էր նրանց հավատարմության բարձրացմանն ու ամրապնդում սոցիալական կայունությունը պետությունում։ Այդ ժամանակ Արտաշատը երկրի նոր մայրաքաղաքն էր։ Այն հիմնադրվել է Արտաշես առաջին թագավորի կողմից Քրիստոսից առաջ 180-ից 170-ական թվականներին եւ դարձել Արտաշեսյանների դինաստիայի քաղաքական ու մշակութային կենտրոնը։ Ի դեպ, Պլուտարքոսի հաղորդման համաձայն, մայրաքաղաքի տեղն ընտրել եւ թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի վտարանդի զորավար Հանիբալը, որը որոշ ժամանակով ապաստանել էր Հայաստանում։ Դրանից ելնելով է, որ հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը անվանել են հայկական Կարթագեն։ Քաղաքը կառուցվել է իր ժամանակի առաջադեմ քաղաքաշինական սկզբունքներին համապատասխան, համատեղելով հայկական ավանդույթի տարրերը հելենիստական ճարտարապետության լավագույն նվաճումների հետ։ Նոր մայրաքաղաքում կառուցվեցին ճոխապարանքներ, տաճարներ, թատրոն եւ այլ շինություններ։ Իր բարենպաստ դիրքի ու կատարյալ նախագծման շնորհիվ Արտաշատը դարձավ աշխարհի մեգապոլիսներից մեկը, որն ուներ նաև ընդարձակ կոյուղու եւ ջրամատակարարման համակարգեր, ինչպես նաև սալիկապատ փողոցներ։ Տարբեր գնահատականներով բնակչությունը քաղաքի զարգացման ծաղկուն շրջանում հասնում էր 100,000-ի։ Հին քաղաքների համար դա համարժեք է այսօրվա մեգապոլիսներին։ Կարևոր է ընդգծել, որ Տիգրան II-ի գահակալությունից առաջ, թեպետ Հայաստանում քաղաքական իրավիճակը բավականին ծանր էր, այնուամենայնիվ պետությունը բավականին զարգացած էր, ունենալով կայուն տնտեսություն, գիտության բարձր մակարդակ եւ քաղաքային մշակույթ։ Տիգրան II-ը պետականաշինությունը չսկսեց զրոյից։ Նա կարողացավ շարունակել իր նախնիների ճանապարհը, պետությունը դարձնելով այդ ժամանակվա ամենահզոր տերություններից մեկը։ Երկրում կարգ ու կանոնի վերականգնումից հետո եւ ունենալով ռազմավարական մտածողություն ու զգալի դիվանագիտական փորձ, որը ձեռք էր բերել Պարթևստանում պատանդարված ժամանակ, Տիգրան II-ը հստակ գիտակցեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը արևելք եւ արևմուտքի խաչմերուկում անխուսափելիորեն ներքաշում է նրան աշխարհաքաղաքական բախումների մեջ։ Նա հասկացավ, որ հայտնվելով երկու հզոր ուժային կենտրոնների միջև Հայաստանը չի կարողանա պահպանել երկարատև չեզոքություն եւ զերծ մնալ արտաքին սպառնալիքներից։ Եկել էր այն պահը, որին Տիգրան II-ը պատրաստվում էր դեռևս հայրենիք վերադառնալուց շատ առաջ։ Պարթևստանի պատանդից նա վերածվում է լուրջ ուժի, դառնալով սպառնալիք իր երբեմնի հովանավորների համար։
Վճռական գործողությունների համար ժամանակը ընտրված էր ճշգրիտ։ Պարթևստանը ներքին անկայունության շրջան էր ապրում։ Կենտրոնական իշխանությունը թուլացել էր, իսկ նահանգներից Մարաստանն ու Ադիաբենեն ապստամբել էին։ Լավ իմանալով Պարթևստանի ներքին խնդիրներն ու թուլությունները, Տիգրան II-ը օգտվեց այս ճգնաժամից իր առաջին հարվածը հասցնելու համար։ Հայկական բանակը Տիգրան II-ի գլխավորությամբ շարժվեց հարավ-արևելյան ուղղությամբ։ Արշավանքի նպատակը Պարթևստանի լիակատար ոչնչացումը չէր, այլ նրա զորքերի դուրս մղումը Մարաստանից, ինչպես նաև վերահսկողության վերականգնումը հարավային Կովկասում ու հյուսիսային Միջագետքում գտնվող հայոց պատմական հողերի նկատմամբ։ Տիգրան II-ի կողմից կազմակերպված ռազմական արշավանքը տարբերվում էր իր կազմակերպվածությամբ, անկանխատեսելիությամբ ու ճշգրիտ հաշվարկով։ Հարվածներն այնքան արագ ու վճռականորեն հասցվեցին, որ թշնամին գրեթե դիմադրություն ցույց չտվեց։ Մարաստանն ու Ադիաբենեն, գիտակցելով դիմադրության աննպատակահարմարությունը, փաստացի ճանաչեցին Տիգրան II-ի իշխանությունն առանց դիմադրության, ինչը նրա քաղաքական տաղանդի և ռազմական հանճարի վառ ապացույցն էր։ Պարթևները գիտակցելով հայկական բանակի հզորությունը և արդեն իսկ այդ ժամանակ փոփոխված ուժային բալանսը, միևնույն ժամանակ դրան զուգահեռ կրելով մի շարք պարտություններ հայկական կողմից, գնացին խաղաղության կնքման ճանապարհով, սակայն հայկական կողմի պայմաններով։ Համաձայն ձեռք բերված համաձայնագրի Տիգրան II-ը ճանաչվեց այսպես կոչված վերին հողերի Պարթևստանի հյուսիսային նահանգների տիրակալ։ Նրան փոխանցվեցին նաև մի քանի այլ շրջաններ ևս, ինչը խորհրդանշականորեն ամրապնդում էր Պարթևստանի կախվածությունը Հայաստանից։ Փոխարենը Տիգրան II-ը պարտավորվում էր չմիջամտել իր նախկին հակառակորդի ներքին գործերին։ Այս դիվանագիտական հաջողությամբ սկսվեց տարածաշրջանի պատմության նոր փուլը։ Հայոց թագավորը արժանացավ արքայից արքա տիտղոսին, որը հզորության և իշխանության ճանաչման բարձրագույն ձևն էր։ Այսպիսով Տիգրան Մեծը, որը նախկինում Պարթևստանի պատանն էր, դարձավ հզոր ղեկավար, որի անունը հարգանք ու վախ էր ներշնչում Հայաստանի սահմաններից դուրս։ Պարթևստանի դեմ տարած հաղթանակը խորքային առումով փոխեց հին Արևելքի քարտեզը։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանը ձերբազատվեց արևելյան սպառնալիքից և ռազմավարական հնարավորություն ստացավ ընդլայնվելու դեպի արևմուտք։ Այդ ժամանակ Սելևկյան թագավորությունը, որը երբեմնի հելլենիստական աշխարհի կենտրոնն էր, խորը ճգնաժամի մեջ էր։ Իշխանության փլուզումից հետո Սիրիան փաստացիորեն կազմալուծվեց։ Սելևկյան արքայատոհմի մի քանի հավակնորդներ, ում վերահսկողության տակ միայն առանձին քաղաքներ ու նահանգներ էին, պայքարում էին իշխանության համար։ Կենտրոնական իշխանությունը փլուզվել էր, իսկ բնակչությունը մնացել էր ինքն իր հույսին։ Տարածաշրջանի երկու առաջատար տերությունները՝ Հռոմն ու Պարթևստանը, այդ պահին չմիջամտեցին։ Հռոմը ակտիվ հետաքրքրություն չէր ցուցաբերում Արևելքի նկատմամբ, իսկ Պարթևստանը վերջին պարտությունից թուլացած անկարող էր միջամտել։ Այսպիսով, մեկ դարի ընթացքում առաջին անգամ Եփրատի ու Միջերկրական ծովի միջև ընկած հսկայական տարածքները մնացին առանց տիրակալի, և հենց այս քաղաքական վակուումն էր, որ Տիգրան Մեծի համար ճանապարհ հարթեց դեպի նոր նվաճումներ և դեպի մեծ տերության ստեղծում։ Հայաստանն այս ամենում եզակի ռազմավարական հնարավորություն տեսավ։ Սիրիայի և Փյունիկիայի նվաճումը ճանապարհ բացեց դեպի Միջերկրական ծով և Հայաստանը դարձրեց միջազգային առևտրի ակտիվ մասնակից։ Սա կարող էր կարևոր քայլ դառնալ իր քաղաքական և մշակութային ազդեցությունն ամրապնդելու ճանապարհին։ Սակայն Տիգրան Մեծի նպատակները որևիցե կերպ չէին սահմանափակվում տնտեսական շահով։ Նրա տեսլականը իրապես աննախադեպ և մասշտաբային էր։ Նա ձգտում էր Հայաստանը դարձնել Արևելքի և Արևմուտքի խաչման կետը, դարձնելով քաղաքակրթությունների երկխոսության կենտրոն։ Տիգրան Մեծի առաջին արևմտյան արշավանքը սկսվեց Քրիստոսից առաջ 83 թվականին, երբ Սիրիան կրկին ընկղմվեց քաոսի մեջ։ Գահի հավակնորդներ Անտիոքոս 12-րդի և Ֆիլիպ առաջինի միջև կատաղի պայքար էր սկսվել, ինչը թուլացրել էր երկիրն ու ստեղծել բարենպաստ պայմաններ իր ուժեղ և վճռական հյուսիսային հարևանի համար։ Տիգրան II-ի արշավանքի յուրահատկությունն այն էր, որ սիրիական ազնվականությունը հենց ինքը հայոց թագավորին հրավիրեց ստանձնելու գահը։
Սա չափազանց հազվագյուտ դեպք է պատմության մեջ, որը ընդգծում է Հայաստանի չափազանց բարձր հեղինակությունը։ Տիգրան Մեծն առանց ճակատամարտի մտավ Անտիոք և տիրացավ իշխանությանը, ստանալով Սելևկյանների իշխանության խորհրդանիշները։ Միջերկրածովյան շրջանների, Կիլիկիայի և Փյունիկիայի նկատմամբ վերահսկողությունը միայն ժամանակի հարց էր։ Տիգրան Մեծի ռազմավարությունը արմատապես տարբերվում էր այդ ժամանակ տարածված և ընդունված փորձից։ Այն հիմնված էր արարման և ինտեգրման սկզբունքների վրա, և ոչ թե բռնության և անզուսպ գերիշխանության։ Նրա համբավն ու հաջողությունները չէին կարող աննկատ մնալ հզոր արևմուտքի կողմից։ Հռոմում Տիգրան Մեծի հաջողությունները առաջացրեցին հակասական զգացողություններ, հիացմունք նրա տաղանդով և միևնույն ժամանակ տագնապ հնարավոր սպառնալիքների նկատմամբ։ Ժամանակի հռոմեական աղբյուրները պահպանել են բազմաթիվ հղումներ Հայաստանի մասին Տիգրան Մեծի գահակալության ժամանակաշրջանում, այն ներկայացնելով որպես հզոր ու ազդեցիկ պետություն, որը կարող էր ազդել ամբողջ տարածաշրջանի վրա։ Օրինակ, Ցիցերոնը գրել է. «Մի թագավոր, որը ընդամենը մի քանի տարվա ընթացքում ցնցեց արևելքի բոլոր թագավորությունները, բոլոր ժողովուրդներին ու ցեղերին»։ Հայոց թագավորությունն արագորեն դարձավ տարածաշրջանի գերիշխող ուժը։ Նրա տարածքներն աննախադեպ արագությամբ ընդլայնվեցին Կովկասյան լեռներից մինչև Սիրիայի հարթավայրերը, Կասպից ծովի ափերից մինչև Միջերկրական ծով։ Այդչափ հսկայական տարածքների կառավարումն Արտաշատից, որ տեղակայված էր հյուսիսային լեռների խորքում, գնալով դժվարանում էր։ Հին մայրաքաղաքը չէր բավարարում նոր դարաշրջանի պահանջներին ու կայսրության ամրապնդման խնդիրներին։ Տիգրան II-ը շատ լավ գիտակցում էր, որ իշխանության համար միայն բանակն ու հարստությունը բավարար չէ։ Դրան զուգահեռ անհրաժեշտ է նաև իշխանության կամ ձգողականության առանցք, քաղաք, որը իր շուրջ կմիավորեր բոլոր տարածքները։ Թագավորը երազում էր նոր մայրաքաղաքի մասին, որը քիչ ավելի հարավ տեղակայված կլիներ, ավելի մոտ քաղաքակրթությունների, նաև առևտրային կենտրոններին։ Վայրը ընտրվել էր մանրակրկիտ հաշվարկի արդյունքում։ Հայաստանի և Միջագետքի սահմանին, Սասունի լեռների ստորոտում, Եփրատի ափերի մոտ, անծայրածիր բերրի հովիտների մեջ։ Այստեղ, հին հողերի վրա, որտեղ մի ժամանակ հատվում էին Հայաստանն ու Ասորեստանը, կառուցվեց անտիկ ոճի մի վեհաշուկ քաղաք՝ թատրոններով, ֆորումներով, այգիներով ու լայն փողոցներով, ինչպես նաև ամուր սպիտակ քարե պարիսպներով։ Նոր քաղաքը դարձավ Տիգրան Մեծի հավակնությունների խորհրդանիշը, քաղաք, որտեղ հայկական հզորությունը համադրվում էր հունական ճարտարապետության և արևելյան շքեղության հետ։ Արքայից արքայի այս նախաձեռնությունը դարձավ նրա քաղաքակրթական մեծ երազանքի մարմնացումը։ Հայկական լեռնաշխարհում ծնվեց նոր կայսրություն, որն իր ծավալով ու ազդեցությամբ գերազանցեց տարածաշրջանի բոլոր նախկին տերություններին, այդ թվում հզոր Ուրարտուի թագավորությանը, որը նույնպես հայկական թագավորություն էր և տերություն, որը մի ժամանակ գերիշխում էր այս տարածաշրջանում։ Տիգրան Մեծի քաղաքն ու կայսրությունը դարձան նոր դարաշրջանի խորհրդանիշ, որտեղ հայկական պետությունը իր ժամանակի մեծ տերությունների շարքում առաջատար տեղ էր զբաղեցնում։ Շինարարությանը մասնակցել են ժամանակի լավագույն ճարտարապետներն ու ինժեներները։ Հատուկ ուշադրություն է դարձվել կրոնական և հասարակական շինություններին։ Տաճարները կենտրոնական տեղ են զբաղեցրել հատակագծում, իսկ թատրոնը, որը կարող էր տեղավորել հազարավոր հանդիսատես, ամենամեծն էր տարածաշրջանում։ Տիգրանակերտը որպես անառիկ համակարգ զարմացրել էր ժամանակակիցներին, այդ թվում հռոմեացիներին։ Սա ընդգծում էր Տիգրան II-ի ռազմավարական մտածողությունը, առ այն, որ նա ցանկանում էր ստեղծել ոչ միայն քաղաքական և մշակութային կենտրոն, այլ նաև անառիկ ամրոց։ Ըստ Պլուտարքոսի, Տիգրանակերտի պարիսպներն այնքան ամուր էին, որ կարծես լեռան մի մասը լինեին։ Յուրաքանչյուր աշտարակ ուներ իր կայազորը և սննդի պահեսները, ինչը քաղաքը դարձնում էր անառիկ։ Տիգրանակերտի բնակչությունը հավաքվել էր կայսրության բոլոր անկյուններից, ինչը քաղաքը դարձնում էր իրապես կայսրական կենտրոն։ Այստեղ կենտրոնացած էին տարբեր ազգությունների, լեզուների և մշակույթի կրող մարդիկ, որոնք միավորված էին մեկ կառավարման մոդելով և պետության ընդհանուր տեսլականով։ Այսպես ձևավորվեց հասարակության կայսրական մոդելը՝ բազմալեզու և բազմազգ, բայց քաղաքականապես ու մշակութային առումով միասնական, որն արտացոլում էր Տիգրան Մեծի ձգտումը ստեղծելու մեծ և կայուն պետություն, որն ունակ կլիներ ինտեգրելու բոլորին։ Հայերը կազմում էին վարչական միջուկը,
զինվորական անձնակազմ, պաշտոնյաներ եւ քահանաներ։ Հույները պատասխանատու էին կրթության, թատրոնի, ճարտարապետության եւ բժշկության համար։ Սիրիացիներն ու մարերը զբաղվում էին առևտրով եւ արհեստներով։ Հրեաները ազդեցիկ առևտրական դասն էին։ Տիգրանակերտը դարձավ ժողովուրդների իսկական կաթսա, ովքեր նպաստեցին քաղաքի արագ զարգացմանը։ Ժամանակակիցների համար այն հրաշք էր, արևելյան Հռոմ, քաղաք, որն աչքի էր ընկնում իր մասշտաբներով ու գեղեցկությամբ։ Տիգրանակերտը դարձավ նրա քաղաքակրթական նախագծի եւ Հայաստանի տեսլականի յուրատեսակ մարմնացումը։ Այդտեղ ձևավորվել էր մի յուրատեսակ միջավայր, որտեղ քաղաքական հզորությունն ու մշակութային ազդեցությունը միահյուսվել էին մեկ պետության մեջ։ Քրիստոսից առաջ առաջին դարի կեսերին արևելքն ապրում էր Հռոմի աճող հզորության ստվերում։ Հռոմեացիները, հպատակեցնելով Փոքր Ասիան եւ Բալկանները, իրենց համարում էին ամբողջ հելենիստական աշխարհի ժառանգները եւ արևելքում տեսնում էին միայն երկու տերություն, որոնք կարող էին մարտահրավեր նետել իրենց՝ Պոնտոսն ու Հայաստանը։ Թվում էր, թե Տիգրան Մեծի եւ Միհերդատ 6-րդ Եվպատորի միջև դաշինքը բնական է, քանի որ երկուսն էլ երազում էին հզոր արևելքի մասին, որը հնարավորություն կտար պաշտպանվել հռոմեական կայսրությունից։ Պոնտոսն ուներ նավատորմ ու ռազմածովային բազաներ, իսկ Հայաստանը հզոր բանակ ու ռեսուրսներ։ Միասին նրանք պոտենցիալ արևելյան ալյանս էին, որը կարող էր դառնալ հռոմեական ընդլայնման միակ իրական հակակշիռը։ Միհերդատը լայնախոհ մարդ էր։ Նա խոսում էր մի քանի լեզուներով եւ ուսումնասիրում էր բժշկություն, փիլիսոփայություն ու ռազմարվեստ, բայց ամենից շատ իշխանության արվեստը։ Նրա նկրտումները տարածվում էին Պոնտոսի սահմաններից շատ ավելի հեռու։ Նա իրեն տեսնում էր որպես Ալեքսանդր Մակեդոնացու ժառանգ եւ Հռոմի գլխավոր հակառակորդ։ Միհերդատի օրոք Պոնտոսը դարձավ հզոր պետություն, որը վերահսկում էր Էգեյան ու Սև ծովերի հիմնական առևտրային ճանապարհներն ու նավատորմերը, դառնալով գլխավոր տերությունը։ Քրիստոսից առաջ առաջին դարի կեսերին Հռոմն ավարտին էր հասցրել իր նվաճումները արևմուտքում։ Մակեդոնիան, Հունաստանը եւ Փոքր Ասիան արդեն գտնվում էին Հռոմի վերահսկողության տակ։ Հռոմեական արիստոկրատիան արևելքը վերածեց տնտեսական գաղութի, պահանջելով հարկեր, միջամտելով ժառանգության վեճերին եւ ձևավորելով այսպես ասած դաշնակիցներ, որոնք գործնականում կախված էին սենատից։ Այդ քաղաքականությունը ընկալվում էր որպես ստրկացման յուրատեսակ ձև։ Միհերդատի գլխավորությամբ Պոնտոսն առաջինն էր, որ վճռականորեն դիմադրեց հռոմեական ճնշմանը։ Այս իրադարձությունների ընթացքում Միհերդատը արևելքում ուժեղ դաշնակիցներ փնտրելով իր ուշադրությունը սևեռեց Հայաստանի եւ նրա թագավորի կողմը։ Երկու տերությունների միջև դաշինքը փոխադարձ ձեռնտու էր եւ այն ամրապնդվեց ամուսնության միջոցով։ Միհերդատի դուստրը Կլեոպատրա Պոնտացին ամուսնացավ Տիգրան Մեծի հետ։ Սկզբում սա կատարյալ լուծում էր թվում Հայաստանի ազդեցության ամրապնդման համար, բայց այս դաշինքը հետագայում ճակատագրական դեր խաղաց, վերհանելով ժամանակի բարդ քաղաքական իրադրության բոլոր ռիսկերը։ Պոնտոսի թագավորության եւ Հռոմի միջև հակամարտությունը գնալով մոտենում էր Հայաստանի սահմաններին։ Ինչ-որ պահի Պոնտոսի զորքերը չկարողացան դիմակայել հռոմեական հարձակմանը։ Պոնտոսը ավերվեց եւ թալանվեց, իսկ Միհերդատը զորքով նահանջեց Հայաստան, միանալու իր փեսային՝ Տիգրան Մեծին։ Չնայած Տիգրան Մեծը մնաց Միհերդատի դաշնակիցը, նա ձեռնպահ մնաց ներգրավել պատերազմում, մինչև Հռոմը չներխուժեց Հայաստան։ Քրիստոսից առաջ 70 թվականին Հռոմի սենատը արևելք ուղարկեց իր ամենահավակնոտ եւ փորձառու հրամանատար Լուկուլոսին, ով լավ էր ճանաչում տարածաշրջանը։ Հակամարտությունը բռնկվեց, երբ Լուկուլոսը պահանջեց, որ Տիգրան Մեծը հանձնի Միհերդատին։ Հռոմեացիները Հայոց թագավորի մերժումն ընկալեցին որպես պատերազմի հայտարարություն եւ իրենց շահերի ուղղակի ոտնահարում։ Այսպես սկսվեց ռազմական արշավանքը, որի նպատակն էր ոչ միայն պատժել Միհերդատին, այլ նաեւ թուլացնել նրա դաշնակից արքայից արքա Տիգրան Մեծի ազդեցությունը։ Այդ պահից սկսած ծավալվեց հայ-հռոմեական պատերազմը, որը յուրատեսակ շրջադարձային պահ դարձավ Հռոմի եւ Արևելքի փոխհարաբերություններում։ Տիգրան Մեծը կարծես թերագնահատել էր Հռոմի հնարավորությունն ու վճռականությունը հեռավոր տարածքներում պատերազմ մղելու հարցում։ Լուկուլոսի ներխուժման ժամանակ նա գտնվում էր Սիրիայում, զբաղված էր ապստամբությունները ճնշելով եւ իրեն նոր միացված տարածքները կառավարելով։ Նրա արձագանքը դանդաղ եւ չափազանց վստահ էր։
Հայկական ղեկավարության պասիվությունը բացատրվում էր նրանով, որ նրանք համոզված էին, որ Տիգրանակերտը անառիկ ամրոց է։ Տիգրանակերտը անառիկ ամրոց էր համարվում այդ ժամանակվա բոլոր չափանիշներով, իսկ Այազորը բաղկացած էր չափազանց լավ պատրաստված զինվորներից։ Շեշտը դրվում էր պարիսպների ամրության, այլ ոչ թե բանակի շարժունակության վրա։ Նրանք համոզված էին, որ հռոմեացիները նաև չէին կարող հաղթահարել լոգիստիկ դժվարությունները, ունենալով սահմանափակ ռեսուրսներ։ Սակայն հարվածը հանկարծակի եւ կործանարար էր։ Հռոմեացիները անսպասելիորեն հարձակվեցին քաղաքի վրա, եւ այստեղ վճռորոշ գործոնը ներքին դավաճանությունն էր։ Որոշ բնակիչներ, ոչ հայկական ծագում ունեցող հույներ եւ կապադովկիացիներ բացեցին դարպասները Լուկոլոսի առջև։ Արդյունքում անառիկ համարվող ամրոցը գրավվեց, ինչը ծանր հարված էր ամբողջ հայոց թագավորությանը եւ հենց արքայից արքայի համար։ Ռազմական ավարն այնքան շատ էր, որ ոչ մի հռոմեացի զինվոր աղքատ չհեռացավ, գրում է Պլուտարքոսը։ Քաղաքը, որը հիմնադրվել էր որպես արևելյան վերածննդի ու Հայաստանի հզորության խորհրդանիշ, անկում ապրեց։ Այդ ժամանակ պարզ դարձավ. Արևմուտքը, որը ներկայանում էր Հռոմի տեսքով, մնում էր հելենիստական քաղաքակրթության վերջնական ժառանգը, մինչդեռ Արևելքը, նույնիսկ իդեմս Մեծ Հայաստանի արքայից արքա Տիգրան Մեծի, կորցրեց իր քաղաքական եւ մշակութային գերակայությունը։ Սակայն սա դեռ պատերազմի ավարտը չէր։ Հայկական զորքերը կարողացան մի շարք հաղթանակներ տոնել հռոմեացիների նկատմամբ, սակայն իրավիճակը շարունակում էր մնալ կրիտիկական։ Հռոմը չուներ վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ ուժեր, իսկ Հայաստանը Տիգրանակերտի անկումից եւ իր հպատակների ու նվաճված հողերի միջև խարխլված վստահությունից հետո նույնպես մնաց սահմանափակ ռեսուրսներով եւ անկարող էր երկարատև պատերազմ վարել։ Այս բախումից ամենաշատը օգտվեց Պարթևստանը։ Այս ընթացքում այն նամակագրություններ պահպանում հռոմեական հրամանատարության հետ եւ ուշադիր հետևում էր հռոմեական զորքերի ղեկավարության փոփոխությանը Լուկուլոսից մինչև Գնեոս Պոմպեոս։ Այս ժամանակահատվածում Հռոմը կրկին դիմեց Հրահատ III-ին եւ կնքվեց դաշինք։ Պարթևստանը Իրանի եւ արևելյան հողերի տիրակալ ճանաչվեց, իսկ Հռոմը որպես Փոքր Ասիայի տիրակալ։ Այսպես պատմության մեջ առաջին անգամ արևելքն ու արևմուտքը բաժանվեցին Եփրատ գետով։ Այս պայմաններում Տիգրան Մեծը գիտակցեց, որ չնայած Հռոմի դեմ ունեցած մասնակի հաջողություններին, նոր հարձակում կարող էր սկսվել արևելքից, Պարթևստանից։ Հայաստանը չէր կարող միաժամանակ պատերազմ մղել երկու հզոր կայսրությունների դեմ։ Պարթևական բանակի առաջխաղացման հաստատումից հետո հայոց թագավորը դժվար որոշում կայացրեց։ Քրիստոսից առաջ 66 թվականին Տիգրան Մեծը ժամանեց Պոմպեոսի ճամբար։ Այդ ժամանակ Պոմպեոսը գլխավորում էր հռոմեական բանակը Հայաստանի դեմ։ Նա ոչ միայն հռոմեացի զորավար էր, այլև անսահմանափակ իշխանություն ունեցող մարդ, որը հետագայում Հուլիոս Կեսարի հետ մրցակցելու էր բացարձակ իշխանության համար։ Այսպիսով, հայոց թագավորը եւ հռոմեացի զորավարը կնքեցին խաղաղության պայմանագիր։ Խաղաղության պայմանագրի արդյունքում Տիգրան Մեծը պահպանեց Մեծ Հայքը իր սահմաններով, բայց ստիպված եղավ հրաժարվել բոլոր նվաճված տարածքներից՝ Սիրիայից, Կիլիկիայից, Կապադովկիայից եւ Միջագետքի մի մասից։ Այսպիսով, մի կողմից ավարտվեց Տիգրան Մեծի կողմից հաստատված հայկական գերիշխանության թեկուզ կարճատև, բայց փայլուն ժամանակաշրջանը, մյուս կողմից սա այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանը կարողացավ իր ուրույն տեղը ամրագրել համաշխարհային քաղաքակրթությունների շարքում որպես հզոր պետություն իր կայսրական նկրտումներով, որը կարող էր ունենալ հսկայական ազդեցություն արևելքի ճակատագրում եւ նաեւ փոխել տարածաշրջանի ուժերի բալանսը։ Տիգրան Մեծի կինը Կլեոպատրան, Միհրդատ 6-րդ եւ Պատորի դուստրը, կարևոր դերակատարում ունեցավ հետագա իրադարձություններում։ Նա ժառանգեց հոր քաղաքական հավակնություններն ու հպարտությունը, եւ քանի դեռ ամուսինը հաղթանակներ էր տանում, դաշինքը մնում էր ամուր։ Սակայն Տիգրան Մեծի պարտությունից եւ Հռոմի հետ խաղաղության հասնելու ցանկությունից հետո Կլեոպատրան դա անցալեց որպես դավաճանություն իր հոր գործի նկատմամբ։ Այն է արևելքի պայքարը ընդդեմ հռոմեական էքսպանսիայի։ Կլեոպատրայի գլխավոր նպատակն էր պահպանել հակահռոմեական դաշինքը եւ վերականգնել Պոնտոսի թագավորությունը։ Նա Հռոմին արված ցանկացած զիջում համարում էր կապիտուլյացիա։ Հին աղբյուրները, այդ թվում Դիոն Կասիոսը եւ Պլուտարքոսը, վկայում են, որ Կլեոպատրան իր որդուն Տիգրան Կրծերին տրամադրել էր իր հոր դեմ,
ինչը հետագային ողբերգական հետևանքներ ունեցավ Հայաստանի և թագավորական ընտանիքի համար։ Տիգրան Կրտսերը սկսեց փորձել վարել անկախ քաղաքականություն, աջակցություն ստանալով մորից և որոշ հայ ազնվականներից։ Փորձելով ստանալ արտաքին աջակցություն, նա նախ առաջին հերթին դիմեց Պարթևստանին, ապա հուսահատորեն նաև հենց իր թշնամուն Պոմպեոսին։ Պոմպեոսը պատվավոր պարգևներով ընդունեց երիտասարդ Տիգրանին, բայց նրան որևէ աջակցություն չցուցաբերեց, նախընտրելով գործ ունենալ անմիջականորեն լեգիտիմ հայ թագավորի հետ, այլ ոչ թե իր ապստամբ որդու։ Այս ողբերգական դրվագը մեծ հետք թողեց արքայից վրա, քանի որ նա հարվածը ստացել էր ոչ թե արտաքին թշնամիներից, Հռոմից և Պարթևստանից, այլ իր սեփական ընտանիքի կողմից։ Թագավորական իշխանությունը սպառնալիքի տակ էր, իսկ Հայաստանի ներսում բավարար միասնականություն չկար դիմակայելու համար ճգնաժամին։ Հնարավոր է հենց այս դավաճանությունն էր, որ դրդեց Տիգրան Մեծին հրաժարվել երկարատև և հյուծողական պատերազմից, հնարավորինս արագացնելով հաշտության կնքումը։ Քրիստոսից առաջ 66 թվականին Պոմպեոսի հետ խաղաղություն կնքելուց հետո Տիգրան Մեծն իր ջանքերը կենտրոնացրեց Մեծ հայքի պահպանման վրա։ Այդ նույն թվականից սկսվող ժամանակահատվածը բնութագրվում էր հարաբերական խաղաղությամբ և ներքին կայունացմամբ։ Նրա ամենակարևոր արարումը նոր Արևելքի խորհրդանիշ և անտիկ քաղաքակրթության կենտրոն համարվող Տիգրանակերտ քաղաքի ոչնչացումը, նրա ընտանիքի դավաճանությունը և կայսրության փլուզումը ծանր հետք թողեցին ծերացող թագավորի վրա։ Ժամանակակիցները նշում էին, որ Տիգրան Մեծը դարձավ ինքնամփոփ, աստիճանաբար հեռանալով ակտիվ ղեկավարումից և իշխանությունը աստիճանաբար փոխանցելով իր մյուս որդուն՝ Արտավազդ II-ին։ Տիգրան Մեծը պահպանեց գահը և Մեծ հայքը իր սկզբնական սահմաններով։ Նա մահացավ սեփական թագավորությունում իր բնական մահով։ Նա գահը փոխանցեց իր որդուն՝ Արտավազդ II-ին, ապահովելով տոհմի և պետականության շարունակականությունը, որը երկար ժամանակ պահպանվեց։ Տիգրան Մեծի կյանքը անգնահատելի հետք է թողել մեր պատմության և հիշողության մեջ։ Նա ավելի շատ հին Արևելքի ճարտարապետ էր, քան պարզապես տիրակալ և կառավարիչ։ Տիգրան Մեծն ուներ հելլենիստական քաղաքակրթության, Արևելքի և Արևմուտքի իր ուրույն տեսլականը։ Եվ ամենակարևորը նա տեսնում էր Հայաստանի հավակնոտ և յուրօրինակ տեղը համաշխարհային ճարտարապետության և քաղաքակրթությունների շքերթի մեջ։ Անցել են դարեր, հազարամյակներ։ Տիգրան Մեծի հիշատակը ապրում է և ապրելու է մեր մեջ, սակայն այն վերարժևորման կարիք ունի։ Հայոց թագավորի պատմությունն ու ժառանգությունը դարձել է համաշխարհային մշակույթի մաս։ Նրան նվիրված է մինչև 30 օպերա։ Սա նրան դարձնում է եվրոպական օպերաներում հնագույն շրջանի ամենատարածված դեմքը։ Եվրոպական երաժշտության այնպիսի տիտաններ, ինչպիսիք են Վիվալդին և Հենդելը, անդրադարձել են Տիգրան Մեծի կերպարին։ Տիգրան Մեծի Հայաստանը, որը մենք անվանում ենք ծովից ծով, ոչ թե զուտ բառակապակցություն է, այլ քաղաքակրթական ուղի, որը Հայաստանն ընտրել էր դեռ անտիկ շրջանում։ Դա Արարատի գերիշխանության կարճատև, բայց համաշխարհային անջնջելի հետքն է հին աշխարհում։ Հայերը դարձել են համաշխարհային հեղինակություն ունեցող ազգ։ Հեղինակություն, որը շատ ավելի բարձր է, քան մեր ներկայիս իրականությունն ու հավակնությունները։ Տիգրան Մեծի Հայաստանը ոչ միայն մեր փառապանծ անցյալի և անսահմանափակ ներուժի առհավատչյան է, այլ նաև մեզ համար յուրատեսակ և հավերժական նշաձող։ Մենք այս թողարկման ընթացքում պատմեցինք նաև, որ եվրոպական մշակույթում ամենաշատ օպերաները նվիրված են եղել հենց Տիգրան Մեծին։ Իսկ ինչ եք կարծում, որն է պատճառը, որ հենց Տիգրան Մեծն է արժանացել այդչափ ուշադրության։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ էր Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ, մինչ նոր հանդիպում։